ինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին։ Շնորհակալություն, սիրելի ժողովուրդ, շնորհակալություն, որ այստեղ եք, եկել եք այս հանդիպման, բայց ես իմ ելույթը կսկսեմ մեկ հարցից։ Ինչ է ձեր կարծիքով, ինչն է ամենից հզոր ուսուցիչը յուրաքանչյուր մարդու համար։ Ենթադրենք։ Սեփական փորձը առաջերտին։ Շատ ճիշտ է։ Երեխան 2-3 տարեկանից սկսում է սեփական փորձի վրա սովորել։ Եվ այդ ուսուցումը ամբողջ իր կյանքի ընթացքում է տևում։ Ինչի համար եմ ես այստեղից սկսում։ Դու կարող ես ուրիշների փորձից սովորել, բայց սեփական փորձը ուղղակի բետոնացված մնում է մարդու ուղիղում։ Եվ լավ առումով, եւ լավ փորձը, եւ բարդությունները, եւ դժվար փորձը։ Եվ հետաքրքիր է ոնց է դուք վերաբերվում այն մարդկանց, որոնք նույնիսկ սեփական փորձի վրա ոչինչ չեն սովորում։ Երբ համարում եք անլուրջ մարդիկ, չէ՞։ Եթե մարդ նույնիսկ սեփական փորձի վրա բան չի սովորում։ Հիմա մենք ունենք նաև մեր կոլեկտիվ փորձ, այսպես ասենք, որպես ժողովուրդ, հայ ժողովուրդ, մեր ընդհանրացված փորձը։ Եվ ունենք մի առաջնորդ այսօր, որը սեփական փորձի վրա ոչինչ չի սովորել։ 18-ից 20 թվականը լրիվ մեկ բան էր ասում, հրահրեց պատերազմ։ Պատերազմը սկսվեց, ասում էր Գետաշենը վերցրինք, ամբողջը տվին, Ղարաբաղը տվին։ Պատերազմից հետո գնաց ստորագրեց Արցախը, Ղարաբաղը Ադրբեջանի կազմում կորցրեց Արցախը։ Զարմանալի բան է ինձ համար, ժողովուրդ ջան, ոնց կարող է մարդ այդ տարիքում սեփական փորձից ոչինչ չսովորել։ Հետո պատասխանը շատ պարզ մի պատասխան ուղղակի մտքիս եկավ, որովհետև իր սխալների գինը ինքը չի տվել։ Ժողովուրդ ջան, այդ սխալների գինը տվել է մեր ժողովուրդը։ 5000 երիտասարդի կյանքով, 12000 վիրավորվածի կյանքով, 150000 ունեզրկված մարդկանց տառապանքներով և կորցրած հսկայական հողերով։ Հիմա լավ, մեկ մարդը այդ փորձը այդպիսի մարդ է, նա սեփական փորձի վրա չսովորեց, որովհետև գինը ուրիշներն են տվել։ Ժողովուրդն է տվել այդ գինը։ Հիմա մեր ժողովուրդը այս փորձի վրա մի բան պիտի սովորենք, թե չպիտի սովորենք։ Եվ ամենից լավ դասը լինելու է հունիսի 7-ը։ Ամենից մեծ քննությունն է լինելու, մենք վերջապես որպես ժողովուրդ մեր փորձից եզրակացություններ անում ենք, թե ոչ, որ չի կարելի դատակախորձ մարդու առաջնորդ ընտրել, չի կարող սուտասանը երկիր ղեկավարել, չի կարող մարդ, որը չունի կարմիր գծեր, սկզբունքներ, չունի հարգանք իր սեփական պատմության նկատմամբ, եկեղեցու նկատմամբ, չի կարող առաջնորդել մի ժողովուրդ։ Որտև ինք այդ ժողովուրդը դարձնելու է իրեն նման, ինք չի հանդուրժում մեր ժողովրդի մոտ սկզբունքային մարդկանց, որտև սկզբունքային մարդը իր առջև կանգնած միշտ հուշում է երել, որ ինքը անսկզբունքային, չեմ էլ ուզում որակումներ, քիչ մնաց թե այլ կարգի արտահայտություններ անեմ, բայց դուք հասկացաք, որ սկզբունքային, պարկեշտ, կարմիր գծեր ունեցող, սկզբունքներ ունեցող մարդը, այս մարդու համար, ոնց որ ցուլի համար կարմիր բան լինի, կարմիր փալազ լինի։ Սա է վիճակը և մենք սպասում ենք ձեր վճռականությանը։ Հունիսի 7, ում ենք ձայն տալիս։
Շնորհակալություն։ Մի քանի խոսք տեղական հարցերի վերաբերյալ։ Իդեպ շարունակեմ միգուցե նաև կապել այն ամեն ինչի հետ ինչ ասացի միջև հիմա մեկ այլ արկածախնդրության մեջ ենք մտնում։ Ակնհայտ, բացահայտ փչացնում ենք հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ ընդհանրապես այդ ԵԱՏՄ-ի հետ։ Հիմա ամեն մեկը նայեք ձեր շրջապատում, թե քանի հոգի են իրենց ընտանիքի բարեկեցությունը ապահովում Ռուսաստանի հետ հարաբերությունների շնորհիվ։ Ձեր օրինակ Մարտունուց, քանի մարդ է աշխատում Ռուսաստանում։ Շատ, ճիշտ է։ Հիմա ինչ հետևանքներ եք ունենալու դուք, ինչ հետևանք է լինելու ձեզ համար, եթե այդ հարաբերությունները փչացնեն եւ վերջապես համբերությունը, ասենց համբերության բաժակը լցնի եւ Ռուսաստանը ընդունի կտրուկ որոշումներ։ Ինչ եք անելու։ Ուրեմն այդ ամենը կանխելու կա մեկ ճանապարհ, հունիսի 7։ Նայեք, որովհետև սա իսկապես Ռուսաստանը մեծ երկիր է, շատ համբերատար, բայց մի գիծ կա, այդ գիծը որ անցնում են, այլևս չի ներում։ Եվ օրինակները բազմաթիվ են։ Ուրեմն մեր քաղաքականությունը, իմ մոտեցումը, դաշինքի մոտեցումը հետևյալն է։ Մի սրի արհեստականորեն հարաբերությունները հզոր պետությունների հետ, աշխարհաքաղաքական կենտրոնների հետ։ Մի խցկվի դրանց հակասությունների մեջ, ջարդվելու ես, բան չէ շայելու, ժողովուրդն է ջարդվելու եւ եւս որ երրորդ անգամ ժողովուրդը գինն է տալու առաջնորդի սխալների համար։ Ես տեսնում եմ այս խնդիրը եւ տեսնում եմ, որ ժամանակ շատ չունենք այս հարցին ստապ մոտենալու համար։ Ուրեմն, ժողովուրդ ջան, եւս մեկ անգամ միասին կարող ենք թե չենք կարող։ Ուրեմն միասին, շնորհակալություն։ Լավ, հիմա մենք պատրաստ ենք, քանի որ այսօր նախատեսված էր դայլիճային հանդիպումը ավելի քիչ էմոցիոնալ է միշտ լինում, բայց բովանդակային առումով հարցեր, պատասխաններ ավելի ինտերակտիվ է լինում։ Մենք պատրաստված էինք նաև մի քիչ այլ կարգի հանդիպման, այսօր միտինգի պես դառավ այս հանդիպումը, միգուցե լավ է, փորձենք համատեղել էմոցիոնալ հատվածը եւ ավելի գործնական բովանդակայինը։ Եթե կան հարցեր, որոնք ձեզ ուզում են, եթե կան ինչ-որ մոտեցումներ, որոնք մենք պետք է ճշտենք, եթե ինչ-որ կան հարցեր, որոնց պատասխանները մեզանից դուք ակնկալում եք, մենք ձեր տրամադրության տակ ենք։ Ինչ?